Հունիսի 15-ին Pan-Armenian TV-ի յութուբյան ալիքով կկայանա «Խորհրդավոր ընթրիք» նախագծի պրեմիերը։ «Խորհրդավոր ընթրիք» անվանումը միաժամանակ հղում է և պատմությանը, և մարդու ներաշխարհին։ Աստվածաշնչում վերջին ընթրիքը դարձավ մի պահ, որտեղ նույն սեղանի շուրջ նստած էին հավատարմությունը, սերը, կասկածը և դավաճանությունը։ Այդ պահին ոչ բոլորը գիտեին, թե ինչ է թաքնված մյուսի սրտում, և հենց այդ անտեսանելի ճշմարտություններն էին ընթրիքը դարձնում խորհրդավոր։ Այս նախագծի պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, ռեժիսորը Գոհար Արշակյանը։ Սցենարիստի խոսքով նախագծում շատ հետաքրքիր ու սիրված դերասաններ են ներգրավված։ Առաջին անգամ աշխատելու ենք Վահագն Մարգարյանի հետ։ Հուսով եմ, որ մեր համագործակցությունը լավ արդյունք կտա։ Հատուկ նախագծում նկարահանվելու համար Մոսկվայից ժամանել է նաև դերասան Հմայակ Հակոբյանը։ Դերասանական կազմում կտեսնեք նաև Դավիթ Հարությունյանին, Մարիամ Դավթյանին, Նոնա Սաֆարյանին, Ադրինե Աճեմյանին, Պավել Թադևոսյանին, ով հեռուստադիտողը հատկապես ճանաչեց «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի շրջանակներում, ինչպես նաև Էրիկ Կրբաշյանին, ում դեպքում նա հայտնի դարձավ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալից։ Խոսելով սերիալի ձևաչափի մասին, սցենարիստը նշեց, որ այս անգամ հանդես են գալու նոր ձևաչափով։ Սերիալը կցուցադրվի YouTube հարթակում 12 րոպեանոց սերիաներով։ Ձևաչափը նոր է հայկական մեդիատիրույթում, հուսով եմ այս տարբերակը կընդունվի և կսիրվի, նշեց Անահիտ Մխիթարյանը։ Իսկ դերասանուհի Ադրինե Աճեմյանը, խոսելով իր կերպարի մասին, նշել էր, որ կերպարը բոլորովին նման չէ իր նախորդ դերերին։ Շատ խաղալու տեղ ունեմ, կերպարս հոգեբանական ծանր վիճակում գտնվող աղջիկ է, որը կանգնած է մեծ խնդրի առաջ։ Չեմ ուզում շատ բան ասել, բայց կարող եմ նշել, որ կինոյի դասական չար աղջիկը չէ։ Հեռուստասերիալը պատմություն է ընկերության ու ստի մասին։ Բառեր, որ առաջին հայացքից չեն կարող գրվել նույն նախադասության մեջ։ Տարիներ առաջ չգիտակցված դավաճանությունը դառնում է այն թելը, որը կապում է ներկան անցյալին ու անընդհատ ստիպում հետ նայել։ Մենք սովոր ենք սուտն ու ճշմարտությունը բաժանել սևի ու սպիտակի, բայց կյանքը հաճախ ապրում է այդ երկու գույների միջև։ Լինում են պահեր, երբ միջհասված ճշմարտություն կամ մեղմացված իրականություն մարդուն ժամանակ է տալիս ուժ հավաքելու, ցավին դիմանալու կամ նոր հարվածին դիմակայելու համար։ Բայց նույնիսկ այն սուտը, որը ծնվում է բարի մտադրությունից, ունի իր գինը, որովհետև ճշմարտությունը վաղ թե ուշ պահանջում է իր տեղը։ Այդ պատճառով հարցը ոչ թե այն է, թե արդյոք սուտը կարող է փրկել, այլ այն, թե ինչի այն փրկում և ինչ արժեքով, մանրամասնեց սցենարիստ Անահիտ Մխիթարյանը։ Հարգելի հետևորդներ, իսկ դուք ինչ կարծիքի եք նման 12 րոպե տևողությամբ և միայն YouTube-ով հեռարձակվող սերիալների մասին։ Արդյոք օրինակ այս շրջանում դիտում եք Դիանա Գրիգորյանի «Փախուստ մանկությունից» նույն ձևաչափով սերիալը։ Գրեք մեկնաբանություն։